Ողջույն իմ Facebook-յան բոլոր հետևորդներին։ Հուսով եմ բոլորդ լավ եք։ Անկեղծ չեմ սպասում, որ բոլորը հավաքվեն։ Ես կխոսեմ ուղղակի խնդրանք, որպեսզի տարածեք այս վիդեոն։ Թող տարածեն այն մարդիկ, ովքեր իրականում չեն վախենում իրականությունից, կախում չունեն ոչ մեկից, տերեր մերեր չունեն, այսինքն իմ նման անկախ մարդ են։ Ну, короче, երեկվային վիդեոյի տակ, քանի կար Նիկոլի ժեխերն էին, ֆեյքերը, հիմա էլ Կալուգայի ժեխերն են, ֆեյքերը։ Արա, խերոսներ, խերացեք, ես ձեզ ասում եմ, ուղղակի գիտեք ինչ եմ ուզում իրանց ասեմ, Տաշիր Սամոյի տղային, Նարեկին Կարապետյան, Կարեն Կարապետյանի տղային, հա, աղջկան, ամենայն հարգանքով, քննադատությունից այդ տեսակ մի վախեցեք, պարզապես, մի վախեցեք, երեխեք ջան, ու ձեր խերոսներին տարեք իմ էջից, ես ձեզ ուղակի բարիով զգուշացնում եմ, շատ լավ գիտեք, որ ձեր խերոսներին, Կալուգայի ֆեյքերին, ես չեմ անդրադառնա, իմ կալիբրը շատ մեծ է, պարզապես ձեր վզից կբռնեմ ես, քանի որ դուք շատ ծանր եք տանում իմ քննադատությունը, Կարեն Կարապետյանի տղա, Նարեկ Կարապետյան և Տաշիր Սամո, դու լսի ու քո ընտանիքի հետ միասին, ինչի ես ձեզ չեմ հավատում, ինչի եմ ես կարծում և վստահ եմ, որ դուք Նիկոլի հետ միասին շոու եք անում, չեմ հավատում, առաջինը, Սամվել Կարապետյան, դու, քո քավորը, Տոլիսանիկը, Լֆիկ Սամոն, կզել եք դուք Նիկոլի առաջ, կզել եք, այո, Լֆիկ Սամոյի կնիկը գնում է ղռերի կատվի հետ ուտել խմելու միլիոն ու կես տալիս են, գնում է, ես ոնց կարամ, ընկեր, բացատրեք ինձ, խնդրում եմ, իմ նման նվաստին բացատրեք, որ դուք մաքուր եք, ահա, հիմա հարց Տաշիր Սամոյի ընտանիքին, Նիկոլը իշխանությանա ուղիղ 7 տարի, ճիշտ է, 21 թվականին Նիկոլը հանձնեց Արցախը, то есть 20 թվականին, հանձնեց Արցախը, ճիշտ է ախպեր ջան, մեկը ես, ուզում է Քոչարյան լիներ, Սերժ Սարգսյան լիներ, կարոչի ով ուզում է լիներ, օպերայում, ով հավաքերանում, ամենաառաջինը վազելով ես եմ գնացել, անկախ իմ քաղաքական հայացքներից, ով հավաքարել համար առաջինի ես եմ այնտեղ եղել, որ ազատվենք Արցախը հանձնողից, այս դավաճաններից, ճիշտ է, բոլոր իմ հետևորդները կփաստեն, հիմա բրատվա, ձեզ հարց եմ տալիս, բայց ժամանակ Արցախ կորցրեցինք, զոհեր, ձեր Նիկոլը երեխեք ջան, մինչև հիմա զոհերի թիվը չի ասել ինչքան է, չի հրապարակվել ոչ մի բան, տակ, երեխեք ջան, որ դուք նեղվում եք, ձեր խերոսակեր ֆեյքերին գալիս են գրում են, աղցի, անբարոյական, Տաշիր Սամոյի հետ պիտի միանան, դա միա պոֆիգու է արա, 7 տարի մեռան գրելով, ինչ ասես իմ մասին գրել են, ինչ վիդեոներ ասես սարքել են, մնի է պոհույ, գիտեք, ես դրանց վրա թքած ունեմ, ես ձեր պապաների վզից եմ սիրում բռնել, իմ կլասը այդքան վերև է, ես ամեն լնգու լավազի կալիբ մակարդակին չեմ իշնում,
Հիմա հարց, այդ օրերին մենք որ փողոցներում քայլում էինք, չնայած խափում էինք, քայլացնում էինք, բա դուք ուր էիք, հա? Դու որպես Սամվել Կարապետյանի տղա, Նարեկ Կարապետյան, դու Կարեն Կարապետյանի տղա, ինչի մեր հետ այդ շարքերում չեք քայլել, դուք որևիցե մի գրառում արել եք, որ Նիկոլը թուլայա, դավաճանա, լրփի տղայա, արել եք, հիմա ես ձեզ հարց եմ տալիս, ուր էիք, քո մաման պապայիդ համար առաջի գից դու քուրիկդ ամենայն հարգանքով եմ ես այս ամեն ինչը ասում, առաջի գից քայլում եք, ընկեր բա հայրենիքի փրկության ժամանակ, ուր էիք, մեկը մեր հետ, ես էլ էի քայլում, խիչ էի քայլում, իվ դրուկ ձեր պապային բռնեցին, ասում եք ցիր կնենք բացում, ձեր պապային բռնեցիք, ասում եք շարժում ենք անում, բայց դա ապա քաղաքական է, խնդրում եմ, ձեր այդ փաստաբաններ այդ սիրում, են որ սենց ոգևորում են, գոռացեք տաշիր սամո, հլը մի հատ սաղովի հավաքվեք ու գոռացեք, Նիկոլ դու դավաճան ես, Նիկոլ դու Արցախը հանձնել ես, պահանջում եմ արեք, կարակ անեք, քո պապան աշխարհի միլիարդերը չի կարում մարդկանց հանի դուրս, ինչ որ ինտերնետում էլ ֆռմա 10,000 ռուբլիներ եք ֆռացնում, ընկեր, ինչ անում եք, լավ եք անում, մնիա պոֆիգու, բայց ես ձեզ հարց եմ տալիս, ինչի մեր հետ ժամանակին չէի քայլում, ամենածանր պահերին դուք ձեր ընտանիքով, Լֆիկ Սամոն, իրա կնիկա աղջիկները իրանց ընտանիքով, Մոնակո, Իսպանիա, Իտալիա, ձեր կայֆեր կայծերն էիք, քցում ինստագրամ, մամատ իրա սալոնի ռեկլամներ անում, թքած եք ունեցել, որ Արցախը հանձնվել, հարց եմ տալիս, դուք եկել եք ժողովրդի մեջ մտել եք, մեր հետ քայլել եք, հարց եմ տալիս, իվ դրուք հիմա կամ տեղադրել եք բանջան, անունը ոնց է, չգիտեմ, Սամվել Կարապետյանի տղա, ասում ես, հետո չասեք չեմ զգուշացրել, մենք հաղթելու ենք, ընկեր թող չուզողը ես ելնեմ, բայց ծայրուն Հովանիսյան չխաղաս հանկարծ չխաղաս, այդքան վստահ ես, ուրեմն դուք Նիկոլի հետ պայմանավորվածություն ունեք, այդ ինչով եք վստահ, հետո լուրեր են տարածվում, լսել ենք, որ Պապատ Քոչարյանը, Գարեգին բն, Նիկոլը միտեղ տեսել են հաց ուտելուց, ճիշտ է, իրականությանը համապատասխանում է, թե չէ, ում եք էշի տեղ դրել, ում, եթե դուք ռեալ կամ դուք չէ, քո պապային ռեալ բռնածլնեին, Լֆիկ Սամոն հազարներով աշխատողներ ունի, բայց իրա քավորի համար ընկեր, այդ աշխատողներին այդ չի հանում դուրս, այդ ինչի իրա հիվանդանոցով, խանութներով, ինչի գործադուլ չի անում, որ իրա քավորին փրկի, հա? Մեկը կարա այստեղ, այսքան մարդ ա նայում ժողովուրդ, մեկը կարա ինձ մեղադրի, մեկը կարա չէ, ես հուսով եմ, որ ոչ, մեկը կարա ինձ մեղադրի, ասես սխալ ես ասում, իսկ հիմա լսեք ինչ եմ ասում, սա ասում եմ առաջի ու վերջի անգամ, ձեր այդ ռուսկախոսայա, դա, ֆեյկերի նավակեք, ես չգիտեմ, միգուցե քո կուրիկն ա գրում, բայց հիշեք, վզներիցդ կբռնեմ, արա, ու հիշեք, ես վտանգ սիրում եմ, որտեղ վտանգ եմ տեսնում, ես միշտ գցվում եմ մտեղ, ես հեշտ ճանապարհ սիրող կամ հեշտ ճանապարհ գնացող աղջիկ չեմ։ Այստեղ շատերն են գրում, մեկը գրել էր, Արիանա ջան, մի հատ
կոնկրետացի էլի ում կողմից ես։ Ուրեմն նման դալբայոբներին ես բացատրեմ։ Արիանան 18 թվականին, 18 թվականից մինչ այժմ, ուրեմն կանգնած է եղել անշահախնդիր, մեկը չի կարա ասի Արիանային փող ենք տվել, չկա տենց բան, կանգնած եմ եղել անշահախնդիր, Սերժ Սարգսյանի կողքը, կանգնած եմ եղել, հրապարակումներ արել եմ, սաղին օգնել եմ, բլյադ, սաղին հասել եմ, Քոչարյան, Վանեցյան, որ փրկենք, բայց հետո ես հասկացա, որ Քոչարյանը, Նիկոլա, իմ համար նախկին Նիկոլական չկա, սկսեցին վարկաբեկել Սերժ Սարգսյանին, որ Քոչարյանը ամուր պահի Նիկոլի աթոռը, էտել եմ ասել, ես ոչ մեկական եմ, ես պետականամետ մարդ եմ, իսկ հիմա ինչի եմ խոսում, Քենիայից ժամանած գեներալ լեյտենանտ փոխոստիկանապետ Արտակ Սարգսյանի մասին, լավ եմ անում ում դուրը չի գալիս, պաշոլ նահույ, որովհետև եթե դուք բոլորդ ընդդիմություն եք, այդ մարդը եկել է առաջարկել է, այ, պրոքսի բանակ բերի, ամեն ինչ փրկի ես ազգը, բա ընդդիմություն, Նիկոլը մերժել է, բա ընդդիմություն, ինչ ես մարդուն չեք աջակցել, հը, ինչի, այս մարդը եղել է տարի ու կես բանտարկված, հիմա էլ տնային կալանքի տակ, ձեր այդ ընդդիմադիր լրատվամիջոցները, ինչի մեկ անգամ չեն անդրադարձել այս նման մարդուն, այս մարդու ոչ սիրուհին եմ, որ արդեն շատերը սկսել է գրել, ոչ էլ ինձ փող ա տվել, եթե ես փող վերցնող ելնեի, բոլոր ընդդիմություններից էլ ես կվերցնեի, որ ձեր մասին հոդվածները գնար, այ բլյացներ, այ անուղեղ հավեր, արա, բոլորիդ անշահախնդիր աջակցել եմ, ես սիրում եմ ճիշտը, ոնց կցում բռնում եմ, ես պի մյատ ճշտի օֆիս բացեմ, բա հիմա ընդդիմություն, եթե դուք այդքան մաքուր եք, ուր են ձեր ընդդիմադիր լրատվամիջոցները, ինչի մի անգամ, ախպեր չեն գրում, մի քանի օր առաջ անձամբ ես եմ խնդրել իմ մի քանի լավ լրագրող ընկերներին դրին ու բումա արեցին, որի համար ես լիքը շնորհակալ եմ, ընկերներ ջան, ես ձեր սրտին մեռնեմ, բախի չեք անում, հե, այդ սաղից խոսում եք, հեսա շուտով Արտակ Սարգսյանի դատն ա լինելու, իդեպ ասեմ ժողովուրդ ջան, ես տեսնելու եմ ընդդիմությունից ով ա գալու, համա ով եկավ չկապեք Արտակ Սարգսյանին իրանց հետ, որովհետև ես ոնց հասկացա իրանց հետ զրուցելուց հասկացա, որ իրանք միակն են, ոչ մեկի հետ կապ չունեն, մարդ գեներալ լեյտենանտ, արա փակված լինի ու ոչ մեկին ձեռ չտա, որ խոսեն այդ տեսակ մարդկանց մասին, ինչից եք վախենում, հե, թե դուք պատկերացնում եք սաղ կյանք դուք պիտի գաք իշխանության, դուք գնացիք ձեր լակոտները պտի գան, տո լավ է, կամ ամոթ չեք անում այ ընդդիմություն, հələ մի հատ հավաքվեք, միացեք, երկիր փրկեք, ախր դուք ինչ արող եք, արա դուք ձեր բիզնեսներն եք պահում, ու դուք արդեն համակերպվել եք, Նիկոլի հետ լեզու եք գտել, հայլի, էսա, կապիկությունա կանենք, Facebook-ով գրառումներա մենք կանենք, կամ ասենք, հոգևորականների են ձերբակալել, արա շարան, դա ազգի ամոթն է, հետո էլ գլուխ է գովում, մենք առաջի քրիստոնեություն բանը, ստացած արդեն ներվերս ընդունած ազգն ենք, բա առաջի քրիստոնեություն ընդունած ազգ, հələ տեսեք շարան, հոգևորականների են բռնել, բա ուր եք ընդդիմություն,
Ես ասում եմ 7 տարի բոլորիդ կողքը կանգնել եմ, անշահախնդիր օգնել եմ բոլորիդ, բայց կներեք, ես այլևս չեմ պատրաստվում, ես կկանգնեմ այն տեսակ մարդու կողքը, ով զգամ, որ կոնկրետ ինքը կարա փրկի իմ հայրենիքը, հիմա իմ հավատարիմ ֆեյսբուքյան հետևորդներ ջան, ես ձեր կյանքին մեռնեմ, ես դեռ չգիտեմ Արտակ Սարգսյանի դատը որորնա լինելու, ես ձեզ խնդրում եմ, մենք պտի մատանենք այս ընդդիմությանն էլ չբեի թուլինել, եկեք հավաքվենք, գնանք դատարանի առաջ, իրականում սրտանց պաշտպանենք այս տեսակ կարգին մարդուն, ոչ թե դերասանություն անենք, մի հատ գոռացեք, տաշիր սամո, ոչ, մենք սիրուն գնում ենք, ոչ սադրում ենք միլիցեքին, ոնց որ շատերն են անում, որ բռնեն տանին այդ մեր տիրոջ անունը լինի, այս մարդու համար միլիցեքը տարան, շատ բան գիտեմ, ափսոս շատ բան գիտեմ, եթե էլի եմ ասում, դուք ընդդիմություն լինեիք, տարի ու կես, դուք ես մարդուն մի անգամ կանդրադառնայիք, մի անգամ չեք արել, ձեր չի տալիս, որովհետև ուժեղ մարդիկ են, սրանք են մարդիկ են, որ 3 երկրում հեղաշրջում են արել, իսկ դուք թույլ չեք տալիս, գիտեք ես թքած ունեմ, դուք ինչ կասեք իմ հասցեին, մնիը պոհույ, դուք լավ գիտեք, 7 տարի իմ հասցեին, ինչ ասես լսել եմ, էլ վիդեոներ եք սարքել իբր Մոսկվայում մարմնավաճառ են բռնել են, են մայրական իրավունքներից զրկված, անբարոյական եմ, արա դուք չջոգեցիք, որ ես թքած ունեմ ձեր վրա, ինձ ոչ մեկը չկարողացաք կոտրեք, բառի բուն իմաստով, միակ կինն եմ եղել 4 մահափորձ, որ մեկը տա կողքս եղել, իհարկե եղել են ընդդիմությունից, այսպես կարգին տղեկ, ժամանակը կգա, ես իրանց անունները կտամ, ես երբեք ուրացող մարդ չեմ, ինչ եք արել, մատիցս մի անգամ փուշանել եք, բայց այս աղջիկը բոլորիդ կողքը անշահախնդիր կանգնած է եղել, իսկ հիմա նորից եմ կրկնում, Սամվել Կարապետյանի տղա, ձեր այդ խեռոս ֆեյքերին հավաքում եք, ձեր բկից կբռնեմ, նայի տես, կամ ասենք դուք էլ ոնց որ ես էլ ասեմ ու վсё, տեղ եմ գնում, բերել եք մի հատ Կարեն Կարապետյանի տղա, Նարեկ Կարապետյան, դուրս է տալիս, որ վաբշե ժողովուրդը դուրս չգա, մենք սրա հետ չենք միանում, մենք նրա հետ չենք միանում, այս չենք անում, այն չենք անում, բլյաց, կարող է լինեն անհատներ, միանան, մենք միանանք, խի ազիզ, խի, այդ որտեղ է ձեր արդարությունը, բա եթե մաքուր ընդդիմություն եք, կոչ արեք, արա, կոչ արեք, որ ասեք եկեք սաղս միանանք, եթե մաքուր եք, միանանք, սրանց հանենք, սիկտիր անենք, ու ժողովուրդ ջան, դուք էլ ընտրեք, ով է ուզում կամ ում են ուզում լինի վարչապետ, դե եթե այդքան ճշտով եք արեք, մի օր ծաղից ձեռը ինֆակտ եմ ստանալու կամ ինսուլտ, բայց հիշեք, ինձանից պրծում չկա, որովհետև հերիք է արդեն, պրոստը հերիք է բոլորի սերշի տեղ դնեք, արա բեղլու, բեղլու լսում ես, դաշնակ բեղլու, բա եթե դու տենց կրուտոյ պացան ես, ընգեր, բալը մի անգամ, խոսացեք Արտակ Սարգսյանի մասին, բա խոսացեք, ուր եք, այդ ձեր դաշնակցությունը ուր է, Վանեցյան, քեզ եմ հարց տալիս, ամենայն հարգանքով, մեդիա հաբը քո լրատվան միջոցն է, չէ, բա այդ քո լրատվան միջոցը, ընկեր ջան, պարոն Վանեցյան ջան, ես քո սրտին մեռն եմ, ընկեր, քո լրատվան միջոցը մի անգամ, Արտակ Սարգսյանի խիչի զանգել հարցազրույց վերցնի, ընկեր սաղ փողով, դուք սաղի հետ բլյաց փողով եք աշխատում,
թե դելի ձեր չի տալիս, հե? Եթե արդար ընդդիմադիր եք, ելել ես Նիկոլի Սամոյի հետ, Բաբայան ասում ես, այդ հայտարարությունն ենք տեսել, դաշինք ենք կազմում, կազմեք ապե, կազմեք, ես ոնց հավատամ ձեզ, Սամոյի հետ էլ միացակ, որ արցախցիներին էշի տեղ դնեք, հա? Արցախցիներին բերեք ձեզ ձենտան, ընգեր չկա, 7 տարի ես ասում եմ, սաղիտ կողքը, անշահախնդիր եղել եմ մինչև այս պահը, բոլորիդ անշահախնդիր լուսաբանել եմ, բոլորիդ կողքը, ով ցույցարե հելել եմ, բայց արդեն ժամանակն է, դուք բոլորդ Նիկոլ եք, դուք անամոթ եք, հոգևորականներ են ձերբակալում, եթե դուք իրականում ընդդիմություն լինեիք, հիմա ամբողջ ազգին հանել էիք ոտի, Գարեգին բ, ձեզ առաջարկում եմ, արի մեռնեմ ջանին, քեզ տանեմ Մոսկվա, մի հատ լավ անկյուն տամ, նստի ընդեղ, եթե վախենում ես, էլի դու Նիկոլից բրատ, եթե վախենում ես, Մոսկվայից մտի ասա զանգերը խփեք, ժողովրդին հանի դուրս, եթե դու ստեղ վախենում ես, բայց ես արդեն վստահ եմ, Գարեգին բ կներես ամենայն հարգանքով, որ դու վախենում ես քո բիզնեսներից, Զովք սուպերմարկետը քոննա, չէ մեռնեմ ջանին, ասում է ժամանակին էլ ինչ-որ ամիսներ առաջ, ղռերի կատուն ուզեցել է, առնի չես ծախել, ախր շատ բան գիտեմ, եթե էլի եմ ասում վախենում ես, ու դու փուրը չես տալիս ոչ մեկին, ու դու լուր նստած ես, քո որ հոգևոր հովիվներին տանում բերթերն են լսնում, ու սա խայտարակություն, արի թաթիկդ բռնեմ, տոմսդ կառնեմ, տանեմ Մոսկվա, մի հատ լավ տեղ, նստացնեմ մտեղից կոչարա, ժողովրդին հանի ոտքի, դու ամեն տեղից կարաս լինես վեհափառ, էլ ներվերս չի հերիքում, անկեղծ չի հերիքում, ես կեղծիքը, այս սուտը, այս ամեն ինչը, որ ես տեսնում եմ, այսքանն էի ուզում ասեի, հաղթում ենք, եկել եմ ասեմ, հաղթում ենք, մի հատ էլ դալբայով տակը գրելա, ով չի հավատում թուրքա, թուրքը մերը տա լրփի տղա, լավներդ կծռեմ ասում եմ, լավներդ կծռեմ արա, մի հատ ֆեյք տեսել եմ քսի եք տվել, մի հատ ֆեյք, Քոչարյանն էլ էր իրա ֆեյքերին քսի տալիս, ու դուք գիտեք, որ անձամբ իրանց բգից եմ ես բռնում, ես ինքնասիրություն ունեմ, 7 տարի մեռակ ինքնասիրությանս հետ խաղալով, կերակ արա, կոտրեցիք ինձ, այդ դալբայովներ, հիմա ինչ-որ Տաշիր Սամոյի ֆեյքեր են ի հայտ եկել, սև Տաշիր Սամո կբերեմ գլխներիդ, արա, էй, գնացեք ձեր մոնակոները մամայիդ ասա ձեր այդ բաները թող ռեկլամանի, սալոնը, քուրիկդ մոնակոներից ու իրանց կայֆերը անի, եկե հայրենիք եմ փրգում, մի խույայ սիբի է, կներեք, արդեն հունից դուրս եմ գալիս, ասում եմ, խելոք մնացեք, սա իմ առաջի զգուշացնումներ, պրոստը խելոք վերընգեք տեղներդ, ռուսկախոս ֆեյքեր, Ռենջս ուտեն ձեր ֆեյքերը, ռենջս կդնեմ հաթա ձեր ֆեյքերի դալբայով հայվաններ, լավ եղեք։